Արտարոց միջադեպը երեկ տեղի ունեցել Երևանում գիշերը ժամը 2-ի սահմաններում հարսնաքար ռեստորան է մտել Էնզորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը և սպառնացել պայթեցնել ռեստորանը։ Հարսնաքարի տնօրենի ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները մոտ 3 ժամ բանակցություններ են վարել նրա հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել նրան ու տեղափոխել ոստիկանության նոր նորքի բաժին։ Օպերատիվ քննչական խումբը զինվորականի մոտ եղած պայուսակում հայտնաբերել է 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ, 8 հատ պայթուցիկներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ և բջջային հեռախոս։ Այդ ամենը առգրավել է։ Վարդան Սամվելյանը ձերբակալված է։ Նրա գործով զբաղվում է Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը։ Իշխեցնեմ, որ հունիսի 29-ին մահացավ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի լոր բաժանմունքի ղեկավար մայոր Վահե Ավետյանը, որին հունիսի 17-ին պատգամավոր Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող հարսնաքար ռեստորանում դաժան ծեծի են ենթարկել անվտանգության աշխատակիցները։ Միջադեպի գործով 6 մարդ կալանավորվել է։ Հարսնաքարում կատարվածի բոլոր մեղավորներին պատժելու պահանջով 3 բողոքի ակցիա է անցկացվել Հայաստանի նախագահի նստավայրի և մի շարք գերատեսչությունների շենքերի առջև։ Նույն օրը երեկոյան զինվորական բժշկի հոգեհանգստին մասնակցելու համար Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի Փակշուկայից մոտից երթով հարյուրավոր քաղաքացիներ են շարժվել դեպի հանգուցյալի տուն։ Իսկ շաբաթ օրը հարյուրավոր քաղաքացիներ մոմերով լուռ ոգեկոչել են զոհված սպայի հիշատակը հարսնաքար ռեստորանի մոտ։ Վահե Ավետյանի հիշատակը հարգել են Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի առջև, դատապարտելով կատարվածը։ Պաշտպանության նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ վստահեցնելով, որ նախարարությունը հետևում է քրեական գործի ընթացքին և համոզված է, որ մեղավորները պատժվել են օրենքի ամբողջ խստությամբ։